Որքան էլ երդվի Փաշինյանը, շատ քաղաքացիներ չեն հավատում նրան, որ կառավարությունը ազնիվ նպատակներով է ուզում ներդնել հեռախոսների email կոդերի եւ մարդկանց անձնական տվյալների համակարգը։ Որը սարև, հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք, պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք։ Ժողովրդավարություն են քարոզում, բայց մարդկանց անձնական տվյալներն են վերահսկում, բարկանում են քաղաքացիները։ Մարդկանց անձնական տվյալներն չի կարելի հարմարացնել։ Ինչ կապ ունի ինքը ժողովրդին անձնական կյանքի մեջ։ Այդ լավ բանը դուք տեսնում եք, ես ձեզ հարցնեմ մեկ հատ, այս կառավարության աշխատանքի մեջ լավ բան մը գա։ Հետո ազատության բաստիոն են ասում, ինչ են ասում, չկա դեր ազատություն։ Ես շատ դեմ եմ դրան ու կարծում եմ, որ ամբողջ ժողովուրդը պիտի դեմ լինի դրան։ Քաղաքացիները նկատում են, ինչ իմաստ ունի նոր համակարգը, եթե իրավապահ մարմիններն ու ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտության դեպքում կարող են ձեռք բերել ցանկացած մարդու տվյալները։ Հանրության միակ մտավախությունը անձնական տվյալների վերահսկողությունը չէ միայն, այլև այն, որ այդ բազաները կարող են հայտնվել ոչ հուսալի ձեռքերում, արտահոսել կամ վաճառվել այլ պետությունների ու մասնավոր կազմակերպությունների։ Արդյոք սա կարող է վաճառվել երրորդ անձի կամ օգտագործվել այլ կերպ, այսինքն տվյալների անձեռնմխելիության իրավունք այստեղ ոչ միայն վաճառելն է տվյալ երրորդ կողմին, պարտադիր չի, որ վաճառքի միջոցով իրականացվի, այլև կարող են այլ զարտուղի ճանապարհներով հասանելի դառնալ որևէ անձի, որևէ կազմակերպության։ Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես ունի այս մտահոգությունը։ Նա համոզված է, որ տվյալների հնարավոր արտահոսքի դեպքում պետական օղակներից ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրելու։ Նման նախադեպ դեռ չի եղել։ Բազմիցս տեսել ենք դեպքեր, երբ որ արտահոսներ են եղել, այդ պետական կառույցներից են լինում, բայց երբեք չենք տեսել դեպք, երբ որ առաջինը դա ընդունվի, երկրորդը ինչ-որ մեկը դրա դիմաց պատժվի օրինակ։ Այնպես որ մտահոգություն կա այդ տվյալների նաև պահպանման եւ օգտագործման տեսանկյունից։ Փորձագետը հիշեցնում է վերջին աղմկահարույց միջադեպերից մեկը, երբ համացանցում հայտնվեցին օդանավակայանի անվտանգության տեսախցիկների կադրերը, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր մեկնել երկրից։ Այս արտահոսքի համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Օրինակ ինձ համար շատ տարօրինակ էր, երբ որ ԱԱՑ-ն հրապարակեց Քոչարյանի տեսանյութը օդանավակայանից, այն սահմանապահների մտնականանում։ Եվ պարզաբանումը, երբ ուզում, ինչ ուզում հրապարակում ենք, դա հավատացեք տարօրինակ պարզաբանում է երկրում, որը ուզում է դառնալ ժողովրդավարական։ Մինչ իշխանությունները պնդում են, որ email կոդերի հավաքումն անհրաժեշտ է մաքսանենգության դեմ պայքարի եւ շուկայի կարգավորման համար, փորձագետները պնդում են, հնարավոր չէ այն իրագործել առանց կիբերանվտանգության հստակ երաշխիքների եւ պատժիչ մեխանիզմների։ Եվ քանի որ դրանք չկան, նախագիծը քաղաքացիների աչքերում երևում է ոչ թե բարեփոխում, այլ ուղղակի վերահսկողության հերթական գործիք։ Զարուհի Իսահակյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։